Բարև ձեզ, ես շատ ուրախ եմ առաջին հերթին, որ ձայնագրվում է մեր խոսակցությունը երկու կողմից։ Ես մի ցավոտ հարց եմ ուզում բարձրացնեմ, որպեսզի դուք փոխանցեք, եթե կան նման, ինչ ասեմ, բաժին, որը հետաքրքրվում է վարորդների անվտանգությունով եւ ինչ որ անվտանգ հարցերով, օրինակ հեսա կասեմ։ Ես խնդրում եմ ձեզ, որպեսզի մենք իրար հետ նայենք վերջին պատվերը իմ արած։ Այո, լսում եմ։ 6 տարեկան երեխան դպրոցում կանգնած է միայնակ, բակում։ Մենք գիտենք, որ հիմա արձակուրդ է եւ դպրոցի ժամանակ չի, եւ երեխային տաքսիով ուղարկել էին պարապմունքի դպրոցում։ Ես երբ որ մոտենում եմ, տեսնում եմ մի հատ երեխա է կանգնած, երեխան մոտենում 6 տարեկան դուռը չի կարող բացի։ Ես օգնում եմ իրան, ասում եմ տղա ջան, դուք եք կանչել, ասում եմ մամաս է կանչել։ Շատ լավ։ Քանի տարեկան ես? 6։ Ես 6 տարեկան երեխային հարց եմ ուզում էլի տամ։ Թողեմ մենակ տեղում կանգնած ժամը 5-ն արդեն։ Թե տանեմ։ Նայեք, տանելուց ինչ խնդիր կա։ Իրան ոչ մեկ չի դիմավորում։ Ինքն եթե այդ երեխան տուն չհասնի, ով է տարել, վարորդն է տարել։ Արզվում է։ Վարորդը եթե հրաժարվում է երեխային տանել, դա եւս մի հանցանք, մի փորձանք այդ երեխայի գլխին։ Եվ բացի դա զանգերի աջակցման կենտրոնը, որը աբսուրդային ժանրից է եւ գրավոր աջակցման ոչ մի կերպ չի օգնելու վարորդին։ Թե արդեն կեղտի մեջ ընկնելուց վարորդի, թե չընկնելուց, թե տանելուց, թե չտանելուց երեխային։ Հիմա ես չեմ ուզում հարցնեմ դուք ունեք այդպիսի բաժին, քանի որ գիտեմ, որ չունեք, դուք ոչ մի բաժին չունեք։ Ես պրոստը հորդորում եմ, որ այն միջնորդավճարները, որ գանձվում է մեզանից, դրանից մի քիչ միջոցներ դնեք, ստեղծեք մի բաժին, որը կզբաղվի այդպիսի ուրեմն հաճախորդների դեմ։ Այսինքն, եթե դուք լինեք նորմալ կազմակերպություն, դուք հենց հիմա կզանգեիք այդ կնոջը, զգուշացում եւ արգելափակում կանեիք միանգամից։ Բայց դուք դա չեք անի, քանի որ դա պոտենցիալ փող բերող մարդ է, որը փող է բերում ձեզ։ Այսինքն հաճախորդ է։ Վարորդը որ լինի 5 տարով կարակ փագեք, ոնց որ ինձ եք փագել։ Ես հիմա ուզում եմ լսեմ որպես աշխատող, որպես չգիտեմ մայր, որպես քույր, ուզում եմ լսեմ ձեր կարծիքը։ Միթե արտարացի չէ իմ այս զանգը ձեզ։ Միթե դուք սա անհիմն բողոք եք, ուրեմն գրելու ձեր մոտ, որ Էլի Դանելյան Զավենը բողոքեց, ամեն ինչից բողոքում է, էլի բողոքեց։ Ես կարգավորելու եմ ձեր թիմը անձամբ։ Ես ձեզ դա խոստացել եմ 1 տարի առաջ։ Եթե դուք չանեք, ես եմ ստիպելու, որ դուք կարգավորվեք։ Հավաքեք ձեզ։ Հիմա լսում եմ ձեզ, հարգելիս։ Շատ լավ, նախ նշեմ, քանի որ երեխան անչափահաս է եղել, դուք կարող եք նշված կետում, որ եղել եք զանգահարեիք, ես մենք այդ պատվերը չհարգելու հնարավորություն կտայինք։ Ճիշտ եք, կարող էի։ Իսկ այս պահին հարգելի բարոյ, ես ձեզ լսեցի հասկացա, դուք կարող եք համոզված լինել, որ միջոցներ կձեռնարկվել, հիմա պատվիրատուի տվյալները կփոխանցեմ որակի վրա կողմից։ Ես ինչպես կարող եմ հավաստի ուրեմն տեղեկատվություն ինչպես կարող եմ ունենալ, որ այս հարցը լուծվել է այդ երեխային այլևս այդ ճանապարհով չի ուղարկի դպրոց եւ չի դպրոցից ուրեմն հետ կանչի իր որդուն։ Այսինքն դուք Այո, ասեք։ Ինչպես նշեցի, պատվիրատուի տվյալները փոխանցեցի որակի վերահսկողության բաժին, միջոցներ կձեռնարկվեն։ Տեսեք, հարգելիս, տեսեք, սա առաջին դեպքն է, որ ես անում եմ այս բանը, սա դիտմամբ եմ արել, որպեսզի ունենամ փաստ արձանագրեմ, ինչպես այսօր առավոտ Աբովյան քաղաքից ատամներս ծնոտս տանջվելով ներվերիցս տողալով 2000 դրամով բերել եմ կենտրոն։ Դա էլ եմ արել, որպեսզի ունենամ փաստ, որ ցույց դնեմ ձեզ, որպեսզի դուք տեսնեք, որ դուք շատ մեծ խնդիրներ ունեք այս ոլորտում։ Միայն տնօրեններ փոխելը, միայն ծրագրեր փոխելը, միայն 300 եւ ավել ծրագրավորող պահելը
դա դեռ 0 է, կան ավելի բարոյական եւ կան ավելի մարդկային ուրեմն չափորոշիչներ, որ պետք է ոչ թե որպես մասնագետ, այլ որպես մարդ մոտենանք նրան։ Ինչևից է, այլևս իմ կողմից հաստատ եմ ասում 7 տարվա վարորդ եմ չի եղել ու չի լինելու, սա ուղղակի փաստենք, որ այսպիսի խնդիր ունենք եւ մեր բոլոր վարորդներին խորհուրդ տանք տեղում կապնվել Yandex.Go Armenia-ի հետ առաջին հերթին լուծել իր հարցերը, չեղարկել պատվերը եւ թող, չգիտեմ, այս դեպքում այդ երեխայի ճակատագիրը ինչ անելու։ Ինչևից է, բարի երեկո եմ մաղթում ձեզ, հաջողություն։ Շնորհակալ կլինենք։ Այսպես, հարգելի վարորդներ, ուշադիր լսեցիք, հիմա ինչ եք դուք մտածում։ Թողես ընդեղ արդեն անձրև է գալիս, չի լինի։ Հա, լավ, ես թողեմ, ես զանգեմ, չեղարկեմ իմ պատվերը, ես շարս առնեմ, գնամ։ Հաջորդ վարորդն է գալու։ Հաջորդը գալու է տանի ինտերնետ մեջ։ Ես շատ զգուշությամբ եմ բերել։ Շատ զգուշությամբ բերել եմ, իր պապան ու մաման են եկել դիմավորել, քանի որ եթե չգան, ես դուրը չէի բացելու ավտոյի։ Էսի սաղ ականջների տող արեք, սաղ իմացեք, որ եթե ստիպված տանեք էլ միայնակ չթողակ երեխան ուրեմն մեքենայից դուրս գա, քանի որ 6 տարեկան պուջուրիկ երեխան շատ հնարավոր է որ տուն չհասնի։ Փողոցում մարդ չկա, անձրև է գալիս, ինչևից է, հետևությունները դարձյալ թողում եմ ձեզ, կիսով չափ մղված ենք ոլորտի կարգավորման հարցերում։ Հաջողություն ձեզ։